չկա, եթե դու հայ ես, կյանքիդ մեջ գոնե մի անգամ ես արտահայտությունը հաստատ արել ես։ Փող չկա, բայց հենց ընկերներով պիտի գա գետի ափին գտնվող առանձնատուն միշտ այդ փողը հայտնվում է։ Փող չկա, բայց հենց ընկերուհիներով ուզում եք գնաք լողավազան թույն ժամանակ անցկացեք, հոպ, երկնքի տնկնում է այդ փողը։ Փող չկա, բայց այս Սամոյի 18-ամյակն է, մարդ մի անգամ է 18 տարեկան դառնում, բա չգա մի հատ շոկ է բաղնիք վայելի, հոպ, էլի փողը եկավ։ Փող չկա, բայց երեխու միամյակը ոնց չնշես, դրա համար հենց այդ պահին մսի փողն էլ է հայտնվում, տաղավարի փողն էլ է հայտնվում, ամբողջ առանձնատան փողն էլ է հայտնվում։ Փող չկա, բայց դա երեխան ուզել է հունիսի 1-ին այնտեղ գնանք, որ խաղերի զոնա է լինի, դրա համար կգնանք հարևան Սաքոյից այդ փողը կվերցնենք։ Ահա էլի հայտնվեց։ Փող չկա, բայց դե մաման խոսքի մեջ ասել է, որ ուզում եմ մի հատ սիրուն տեղ գնաք ընտանիքով, նստեք հյուրասենյակում, ասեք խոսակ, խոհանոցում համով բաներ պատրաստեք։ Այդ ժամանակ վարկը կա ու կա։ Փող չկա, բայց հենց քո համար հանգիստ քնած ես ու հարևանդ ռեմոնտ անում, հասկանում ես, որ փող կա, գոնե մի օրով կտրվես ամեն ինչից, գաս տեղ հանգիստ քնես։ Նես որ մարդու մտքին տեղը լի փողը միշտ էլ կա, դրա համար է ձեր փողերը հավաքում եք, դիմում եք ամառանցայինին, գալիս եք հենց այս առանձնատանը հանգստանալու։